ենք հայտնվել։ Ես ուզում եմ ասել, որ Բագրատ Սրբազանի նման հոգևորականը, ով իսկապես բարձր ոչ թե ես այդ հայտարարել եմ վաղուց, իր գրքերը կարդալով, իր գործունեությանը ծանոթանալով, նա մոլորակի մասշտաբով մեծ հոգևորական է, ոչ թե այս Հայաստանի, որը էլի հզոր մշակութային դաշտ ունի հոգևորականների, այլ մոլորակի չէ, որովհետև իր ամբողջ գործունեությունը միտված է քրիստոնեական աշխարհին, առավել ևս հայությանը, որովհետև այն ինչ տեղի էր ունենում Հայաստանում, Բագրատ Սրբազանը համարում էր իր վրա էր կրում, համարում էր ինքն է շանթարգելը, որ պիտի կանգնի այդ ամեն ինչի դեմ, եւ պատահական չէր, որ նա 44 օրյա պատերազմ գտնվում էր, այնտեղ պատահական չէր, որ Շուշիում վերջի ժամերգությունը նոյեմբերի 5-ին Բագրատ Սրբազանը Գազանչոցում ժամերգությունը, վերջի ժամերգությունը, եւ ես մի առիթով երբ հնչեցրեցի սա, որ ովքեր են իրեն դատողները։ Դատողները փեսլնքոտ, լակոտները, շուշամբորտիները, բոլոր ընտերյապները, ովքեր իմ ժողովրդի դեմ են գործում, բոլոր նրանք, ովքեր վախում են հայերից, բոլոր նրանք, ովքեր իմ պատմությունից են վախում, իմ հայրենի տարածքներից են վախում, որովհետեւ գիտեն հողնել ուժ ունի եւ հողնել արագ ուզում են օտարեն, որպեսզի չխժռի իրենց։ Արա հանգիստ եղեք, ձեզ հողում չեն թաղելու, դուք արժանի չեք հայոց հողում ուղարկավորվելու։ Ձեզ կտան ձեր աղբերներին, որտեղ ձեր մասին երգեր են գրում, թռվռում են, ինչպես դուք եք այսպես թռվռում, մոլորակի վրա երկու թռվռացողներ եմ տենում, ԿՊՆ ադրբեջանցիները, իրարից սպասերով թռվռում եք, արա։ Նույնն եք դուք նույնացել եք։ Եվ այդ որ խաղաղություն եք անում, ձեր անկարող միտքը, ձեր ամուր միտքը չի կարողանում հաղթանակների մոտեցնել, չի կարողանում լավ պատերազմական գործողություններից դուրս քաղաքական կամ կարողանաս այնպես վարվել, որպեսզի դիվանագիտական ճանապարհով գտնես այդ ամեն ինչը։ Դες դավաճանախումբ է ինձ համար, սա պարում է հայոց զինվորների այրան վրա, սա ցույց է տալիս, որ հայոց համակարգի տրողները չեն անրավոտներ, դուք անամոթիկ գոյանքներ եք, դուք իրավունք չունեք վաբշե ապրելու, շնչելու ես օդը։ Սրանք իսկապես էլ նրանք են գոյանքներն են, որոնք չեն ներկայացնում ոչ թե հայրին, մարդուն ընդհանրապես, մարդուն, եւ պատահական չի, որ ես ասում եմ, այսօր սրբա մանկապիղծն ու ցեղասպանը ձեռի տված է Իսրայելի առաջնորդը սուտ եւ այն ինչա մանկապիղծը Իրանի Ամերիկայի Միացյալ Նահանգների հելել են ձեռի տված մոլորակի վրա գործողություններ են անում, ձևում են կարում են ըստ իրենց չէ պիտի անեն։ Նա որպես բան մարդասպան Եվ սա էլ մարդասպան նաև մանկակեր են, ինչ են սրանք մարդակերներ են, այսինքն մենք ընկել ենք մի այսպես վիճակում, որտեղ հույսները սա այն երկրներն են, որոնք շարունակում են իրենց ազգային ավանդույթները, իրենց ազգային նկարագիրը պահել։ Եվ այդ ազգերի հետ պիտի սատարել։ Եվ ինչքան էլ փողերը կողքել են սրանց բերաներն ու մյուս տեղերը, որպեսզի հաչան յոկուտ այդ ինչա մարդասպանի եւ ցեղասպանի եւ մանկապիղծի միևնույնն է չի ստացվելու, որովհետեւ փաստը սա է։ Արդեն հրաժարական է տալիս Միացյալ Նահանգների անվտանգության կենտրոնի ղեկավարը։ Սա ի՞նչ է նշանակում աշխարհ։ Սա ասում է ստապվեք, ես արդեն սրանց չեմ վստահում, որովհետև սրանք ոչ թե երկրի անվտանգություն, սրանք սեփական շահն է, սրանք շահ, որն է մարտակերություն, սպան, ցեղասպանություն։ Եթե կառուցը միջազգային սրանք ճանաչում է որպես ցեղասպան այդ նույն Իսրայելի առաջնորդի Նեթանյահուին, հետագայում պիտի սրան տանեն ուրեմն կանգնեցնեն միջազգային դատարան, հակառակը սատարում են ում հանցագործին են էլ ինչա հանցագործ դարակազմիկ հանցագործ եւ ի վերջո այն ինչքան էլ գլուխները ջայլամի պես հողի տակ խրեք արա մենք տեսանք, որ այդ նույն Իսրայելները ամեն ինչ անում, որպեսզի Արցախից հայերը զրկվեն, ամեն ինչ արեց, եւ հիմա որ այդպես փորձում եք ցույց տալ, արա դե չէ, էլի, բայց ինչը չէ, եւ միայն այն չէ, որ այդ բայրակթարներն, մյուսներն այդ անօթաչուներն էին ոչ, այստեղ նա ուներ ծրագիր, հեռահար ծրագիր Իրանի հետ կապված, եւ Հայաստանի լինելը իր համար գլխացավանք է, իր համար, Թրամփի համար, այն մյուսների համար, ինչ Հայաստանը, սա պիտի լինի մեր բազան, որ մենք կարողանանք այստեղի մեր ինչա տարածաշրջանային հարցերը լուծել։ 1000 տարվա քո հարևանը բարեկամը ցեղասպանությունից հետո առաջին ձեռք մեկնող երկիրը Իրանի ժողովուրդը եւ ուղղակի ծաղկել է հայ համայնքը Իրանում, ես այդտեղ իրանահայեր կան,
Ռազմիկ Դավանիկինը գիտեք այնտեղ է ծնվել մեծացել, ասում է թե ինչ համայնք ունենք, ինչքան ասեց 18 միայն Թեհրանում միայն 18 հայկական դպրոց է եղել, 20 քանի մշակութային կենտրոն եղել, թե ոնց է, ու այսօր դու բերում ես կոնկրետ էգզիստենցիալ ոչնչացման բանի եսրին առաջ կանգնած ես Իրանին գիտես, որ ինչ թշնամի է Թուրքիան, այս անասունը բերում է Թրամփին էստեղ, մի հատ այդ ծախել ես այդ տարածքը պարզա չէ տվել ես այդ Միջանցքով Սյունիքով տվել ես Մեղրիով տվել ես Ադրբեջանին, նրանում չի ես բերում նստացնում էստեղ, մի հատ է քո բարեկամի դեմ, հա, մի հատ էլ բանը այն հերթական անգամ քեզ թիրախ ես դարձնում, որ մի հատ էլ իրանց կողմից, հա, հայ ժողովրդին ոչնչացնեն Որ ասում կարելի է անասնել Գիտեք, ես սա նաև կապում եմ մի ուրիշ բանի հետ, եթե մենք չենք կարողանում ճանաչել մեր միջի ազնվագույններին նվիրում ունեցող հայերին, Բագրատ Սրբազանը, ես կարծում եմ իսկապես մեզ ալիք կբարձրանա, որովհետև բոլոր նրանք, ովքեր շփվել են Սրբազանի հետ, իսկ շատ-շատերն են Սրբազանի հետ, եւ այդ բուժումներն էր իրականացնում եւ այն կենտրոնը, որ վերականգնողական ինքն է իր ջանքերով դիմել է աշխարհի հայությանը կարողացել է այդ կենտրոնը բարերարների օգնությամբ ստեղծել եւ բավականին ուրեմն օգնություն, օժանդակություն ցուցաբերել։ Հիմա այս ԿՊ-ական ոհմակը ասում է, արա Իրանն է, բա ձեր համար լապավայր պիտի ստեղծեր, որ լավ զգայի գոյանքներ, այո պիտի տա, դա քեզ չի բրգելու։ Ձեզ գումարի չափը ձեզ չի փրկելու, դուք փրկություն չեք ունենալու։ Եվ բոլոր նրանք, ովքեր սատարնելու են այս արնախում իշխանությանը, ովքեր պարում են մեր զավակների արյան վրա, ովքեր թրջկոտում են, որ գգամ, չգիտեմ իշկանեմ լակոտավարի, այս լակոտակրատիան, ես այդ հետագայում կհրապարակեմ իհարկե, բայց ես գիտեք այդտեղ ինչն է ցավալին, որ մենք մեր իրականության մեջ նայում ենք, որ մարդկանց վրա այդ ազդեցություն չէ, դա ինչ որտեղ ազնվել է, գիտեք Նիկոլը, նստում է էկրանի առաջ լապում Ասում ես ժողովուրդ, ես լապող եմ, իմ թիմը լապող է, մենք պիտի լապենք, գնա ինձ ընտրի, ես կրիտիկական, հա, Հաչիկ ինքը ասում է, ես լապող եմ, նրանք լապող են, դե ես վստահ եմ, որ ինձ ձայն ես տալու, ուրեմն գիտեմ, որ դու ես լապող, ուրեմն իրան ընտրողը այդպիսին է, չէ, գիտեք, մի քիչ բանովանաբար, բայց ես այո, ստողերը կհնչեցնեմ, որպեսզի նաև իմ արձագանքը, որպես հայ գրողի արձագանք Իսկ ես դա ասում եմ, այո, ես միջազգային հարթակներում եմ ներկայացել, բազմաթիվ լեզուներով թարգմանվել եմ, բայց քանի որ գրական ժամանակներ չեն, ինձ ոչ բոլորն են ճանաչում, թերևս մի բանասեղություն, որ բարձունքը մերն էր, տղերքը չկան, լայն արձագանք գտավ իմացա։ Բայց ես սա ինչ եմ ասում, մենք իրավունք չունենք կատարվող երևույթներին չարձագանքել, ընել այն դեպքում, որ ասում եմ, այսքան ցավոտ իրականություն է, առավել եւս իմ պարագայում, երբ իմ զավակը կյանքն է նվիրել իր պետությանը, իր հայրենիքին, իր ազգին, եւ սրանք ցնծում են, պարում են, առեն համարում, տրորած ունեն։ Ես ձեզ նես կտրորեմ, շուշան որդիներ, ձեր վնգստոցը աշխարհով մեկ կբռնի։ Ու որ գնաս հետդ կգամ, պորնիկներն են խրախճանում, թրջկոտում են ցավից վրա, մահվան տոնը չի վերջանում եւ մատները ցից պահած, իբր Աստծո աչքն են հանում, բարոյազուրկ ամեն մի քաց, հավատուրած չարք է դառնում, ուր որ գնաց հետդ գգամ, կանչում են ու զվարճանում, եթիմների թիմի բերած մղզավանջը չի վերջանում։ Ես սա ցույց եմ տալու այս իրականությունը, սա իմ ոնց որ ասած իմ էությանը հարիրջի նման տողերս է, բայց դուք ամեն ինչ անում եք, որովհետեւ մենք մոտենանք ոչ թե գրականության արվեստին, այլ այն ցավի արձագանքին, որը դուք եք տալիս մեզ եւ ամեն անգամ շեշտում եք, որ չարքապատկաններ եք եւ պատահական չի, որ ձեր օրոք այո Բագրատ Սրբազանը պիտի մեկուսացած մնա, այս մաքուր ազնվազան բարձր հայը, ով այնտեղից էլ հայտարարում է, որ արա ես որտեղ լինեմ ազատության մեջ եմ, այ խամաճիկներ, այդ դուք եք մատերից կախված փասլենկոտներ, դուք եկել եք ասելու, որ լափը առաջնային արժեք է, ոչ, դա չի եղել երբեք իմ ազգի համար, եւ եթե մի բառով ասենք, ով կգնա սրանց ձայն կտա, ԿՊ-ին ձայն կտա, ուրեմն դուք եք լափամանի ապրանք, ինքը ասում ես լափա, չէ՞, ես ձայն եմ տալուս միայն նրանց, ովքեր պատժելու են ԿՊ-ին, եթե գալիս են բաներ են, դե ուրեմն միայն երկրորդ նախագահին եմ ձեն, եթե մեկը գալիս ասում է, մենք ուղղակի հեռացնելու ենք փափուկ խաղը, չկա նման։ Համերաշխություն է լինելու երկիր ծախողների։ Համերաշխություն լինելու է միայն մի դեպքում, եթե երկրի դավաճանները կանգնեն արդարադատության առաջ։ Հակառակ դեպքում դա համերաշխություն չի, դա ուղղակի այդ ինչա, դավաճանությունը շարունակելու ընթացք է, որտեղ եթե մարդը կա,
ակնհայտորեն դավաճանի ազգին, խմի այդ ազգի հայտարարում էր, չէ, Նիկոլ անունով Գոյանքը ասում էր բանա, պետք լինի կյանքս կտամ, արեց հազարավոր անուշ կյանքեր, խլելուց հետո, քո փալաս ողորմելի կյանքը, պահել ես ինչ անես, արա, իսկապես էլի, հլը մի հատ հայլու մեջ նայի քեզ, և նայեն քաջերին, այն ազնվազարմ հայերին, ովքեր իսկապես կյանք տվեցին, որովհետև իրենք առանց իրենց պետության, իրենց երկրի, իրենց ազգի ազնվազարմ հաղթական ընթացքի չէին կարող պատկերացնել կյանքի շարունակությունը։ Իսկ դու կարող ես լափել ազգի առաջ, քո այն թիմով, որոնց համար այո, փողը առաջնային, այն որ ասֆալտով էլ գլուխ էի գովում, այդ ասֆալտը ձեր գլխներին կպնի։ Տենում ենք ինչ է կարել, օրական հարյուրավոր մեքենաներ են ջարդրտվում, փշրվում, որովհետև դուք եք, դուք դա եք։ Չէ, բայց այս ողորմելի բանվիճակը գնում է մեկ էլ ասում է բանը, ինքը 4 միլիարդ էլի պարգևավճար է տալու, դե միլիոններ է ստանում, 16 միլիոն մի նախարարչուր աշխատավարձ է ստանում, 20 միլիոն աշխատավարձ է ստանում։ Ես այդ առումով ասել եմ, գնացել են խեղճ ու կրակ թոշակառին 36,000 ստացվում, ստացար չեն 10,000, ստացար չէ։ Շատ լավ է, դա էլ է շատ։ Դրանց այդ քեզ ընտրողներին այդ էլ է շատ։ Դու ճիշտ, դու вообще ես զարմանում եմ, որ ավելի լխի չես կրճատում։ Մեկը դրանք քեզ զեն են տա։ 1000 դրամ չէ՞ մի բան էր անում։ Դրանք իրենց զեն են։ Իսկ ես ինչ վերաբերում է, քանի միլիոններ են ստանում, սիրելի հայրենակիցներ, ես ասել եմ, որ դա շատ քիչ գումար է, 8 միլիոն բան որ տալիս է այդ իր կառավարության անդամ, ինչ փող է։ Դավաճանությունը խետքան էժան են գնահատում։ Դավաճանությունը կարա այդ նույնը միլիոնով տա, ասենք 8 միլիոն դոլար տար, այս տար, այն տար։ Գոնե մի քիչ ասենք լավ, լուրջ չվերով են դավաճանում մեր պետությանը, մեր հայրենիքին, մեր երկրին, եւ այսպես իրենց էլի բարբերաբար զբաղված են իրենց սխալները արդարացնելով եւ կարողանում են, չէ՞, այդ ամեն ինչը հաջողությամբ անել եւ մի հատ պերաշկի կրսելով կարծում են թե իրենք կարողանում են այդ զոմբիացված համայնքի սիրտը շահել, հոգին շահել, եթե ունեն դրանցից, եւ էսա, մեր իրականությունը սա է, եւ ես ելի եմ ասում, այս վիճակում անգամ, լսեք Բագրատ Սրբազյանի խոսքերը, հղումները, որ անում է մեկ ուսարանից, դա անում է մեզ համար։ Սրբազյանը գիտեք, ոգեղեն կառույց է ինքը, շատ հզոր մեծ հոգևորական է եւ ինքը ցանկացած վայրում տիեզերքի իր եսն ու ուժը ունենալու է, ինքը այնքան խիտ է, որ կարծում եմ երբ մոլորակից հեռանա ինքը նորից չի տարողվելու, քավարանի անցնելու խնդիր էլ չունի, որովհետև Բյուրեղյա մակրության տեր անձնվազարմ հայ է, եւ մենք պիտի կարողանանք նրա խոսքերին ականջուր լուր լինել, եւ եթե մենք ուզում ենք ընտրություններում որևէ չարիքից ազատվենք, այո, պիտի մենք ամեն ինչ անենք, որ Սրբազանը լինի ազատության մեջ, եւ բոլոր նրանք, ովքեր սատար չեն կանգնել Բագրատ Սրբազանին, քվեարկվելու իրավունք չունեմ պարզապես, ես դիմում եմ հայերին, կլինի ինդիմություն ներկայացնող, իշխանությունը հասկանալի է, երբեք ձեն չտակ նրանց, ովքեր չեն սատարել Բագրատ Սրբազանին, ինչու, որովհետև նա բերեց Սրբազան շարժումը, իր շարժումով կասեցրեց Ալիևի խորժակը, որը սրա հետ պլանավորել էր հերթական տարածքները լափեր, եւ ուրեմն Կիրանցով սկսեցին եւ հետո իսկապես Սրբազանը զսպեց եւ շատերը չգիտեք, որ Ադրբեջանի հենց առաջին ալիքով գնում էր Սրբազանի մասին հաղորդումներ, ցույց էին տալիս եւ վրան գրում էին ռևանշիստը, սարսափել էր Ալիևը կապիկը, որ ընդեղ կլոնությունով ուզում է իր ազգի մոտ հերոս երևալ, բայց իր մեջ գիտի չէ ինքը այ զինվորին չի հաղթել։ Այս կլոններն են ասում կրվել ենք, այս կլոնները ցանկացած տղել կկրվեն, մանավանդ որ իրենց համար պարտությունը հաղթանակ է։ Նրանք երկրի հակառակ կողմից եկած գոյանքներ են, իսկ նրանց համար շատ բաներ տարբեր է մեզնից։ Իրենք չունեն ավանդույթներ, մենք ունենք, իրենք չունեն ժառանգներ, մենք ունենք։ Իրենց եսն է, մորթն է, փորն է, ստամոքսն է։ Սա է։ Մեր մեջ բանը մցրել են, որ չէ, այս ժողովուրդը մենակ հացի մասին, թոշակի մասին, ճիշտ է, մարդը ամեն օր ասում է, մարդը շատ կարևոր է, պիտի ապրի, պիտի այդ հարցերը, բա որ դու լափում ես, միլիարդներ ես տալիս, որ միլիարդի 15 միլիարդի պարտք ես դրել հայ ժողովրդի վզին ու դու տանում ես այդ միլիարդները քո թիմին ես բաժանում, թալանչի լափո, որ դու այդպեսին ես, իհարկե պիտի թոշակները կրկնապատվի, իհարկե պիտի աշխատավարձները կրկնապատվի, բայց մենակ այդ հարցը չի, չէ, հիմա մեզ ուզում են ներկայացնել, որ մեր ժողովուրդը բանը արժանապատվություն չունի, բարոյականություն չունի, պատվախնդրություն չունի, եւ մենք բոլորս պետք է ասենք, այս սրիկատականքների հետ հաշտություն։ Եվ միակ մարդը, որ առայժմ, ես չգիտեմ մյուսները ինչ կասեն, երկրորդ նախագահն է, որ ստի պատասխան տակ։
Չէ, պատասխան Այո, ես լսեցի, որ ասեց, այո, իրենք պատասխան են տալու։ Ես ասում եմ, այն մարդը, որ 5 անգամ բանը թոշակա բարձրացրել ու աշխատավարձ, որ չգիտեիք ինչա, ես ինչքան է բարձրացրել։ Հա, մեկ էլ Նիկոլ, այն ուր որ գնում ես, Մերկելին որ տարար պատտացրեցիր Հյուսիսային պողոտա, ես մարդն է կառուցել։ Հետաքրքիր ասում է, այս Քոչարյանն որ տանում ես Կասկադ, ասա որ Քոչարյանն է կառուցել, որ Դիլիջանի թունելով գնում ես, ասա որ Քոչարյանն է կառուցել, որ այդ բանը Կասկադը բաներն է ցույց տալիս։ Այդ ասա, որտեղ դու ինչ օրենք քանդարարները ինչ քիչ որ ցույց տալի, որն է ինքը սարքե, տան իր ավիրած ասֆալտը Ինչա ցույց տալիս։ Այն մայրուղիները որ ցույց ես տալի հիմնական այդ բիտոնած որ պետք է չգիտեմ հազարամյակներով մնա այդ ճանապարհը գնա ասա որ այդ իրանք են կառուցել է քոնը որն է այս ողորմելի թոշակն է որ տանուն տալիս ես ու բանը թալանը տա դուք ինչը կարժանացեք եւ ես ուզում եմ որ չմտածեն էլի որ մեր ժողովրդի մեջ արժանապատվություն չկա բայց բոլորից հաշտենք Զավաճան Սուրիկանների հետ հաշտենք համերաշխ ենք Չէ չկան ես նրանք ովքեր համերաշխ են եւ նրանք ովքեր գալիս են ուղղակի իշխանապողության իմ կողմից գոնե ձայն չեն ստանալու եւ իմ համակիցների կողմից եւ ուրեմն նրանք ովքեր գալիս են իսկապես պատժելու ցույց տալու ինչ են կատարել մեր ժողովրդի հետ մեր պետության հետ ի վերջո եւ մեր բյուջեի հետ դա պիտի անպայման շեշտենք որովհետեւ սրանք ասված ասելով հայրենիքը չկա իրենց համար ինչ հայրենիք իրենք ասում են հայրենիք իրենց համար արժեք չէ արժեք պետություն բայց այդ պետությունն էլ են վերացրել պետությունն էլ այդպես լայն հասկացողություն է կարան ադրբեջանական պետություն հրճակեն եւ ասենք տեսեք ինչ ամուր է մենք միացանք եւ հետո ինչ բերեցին սրանք հանցավորները բերեցին արևմտյան Ադրբեջան հասկացողություն այդ կապիկությունն էլ արեցին այն դեպքում որ հայկական հողերը պատմական հողերը լինելով եւ Թուրքիայում եւ Ադրբեջանում դե որ իրանք ասում են Բաքունով է կառուցել հայը դե ուրեմն Բաքու են գալու հայերը միանգամ մեր շատ սիրելի վրացի բարեկամը Գուրամ Օդիշարյան որը մշակույթի նախարարն էր ասում էր այսինչ թուրք գրողին ասի գիտես Բաքուն ինչի է այդքան սիրուն եւ Թիֆլիսը ինչի է այդքան սիրուն որովհետեւ հայերն են կառուցել այսինքն կան նաեւ մարդիկ ովքեր դա հնչեցնում են եւ քանի հիմա մեր վրացի գրող բարեկամի անուն տվեցի ուզում եմ ասել բոլորովին ավելի շուտ պիտի վերադառնանք Բաքու այո վերջերս էր գրողների միությունում տեղի ունեցավ Էդվարդ Միլիտոնյանի ուրեմն գրքի շնորհանդեսը որը վերաբերում էր ուրեմն հայ վրացական բարեկամությանը եւ եկել էին դեսպանատան աշխատակիցները ցանկացած նման միջոցառման իշխանությունների ներկայացուցիչները լինում էին հիմա չկան որովհետեւ Հայաստանի խնդիրները իրենց չեն դարկրում այն էլ բարեկամություն խորհրդանշող եւ չկար որևէ մեկը ես հիշում եմ եւ մեր համագումարներին եւ նման կարեւոր հանդիպումներին իշխանության ներկայացուցիչ հիմա չկա որովհետեւ իրենց աշկի գրողն են հայերը ազնվազարմ հայերը եւ անամոթաբար շարունակում են գրողների միության եւ մյուս ստեղծագործական տների վրա դատական process-ների ընթացքը եւ ես զարմանում եմ որ իրանք լուրջ աղմուկ չի բարձրանում եւ նկարիչները եւ կոմպոզիտորները գրողները ճարտարապետները բոլոր նրանք ովքեր կարողանում են իրենց միություններում տակ պահել հայկականությունը ամուր պահել հայկական դրանք չեն ելնում ձեն չեն անում գիտեք մի վախեցեք եւ ընդհանրապես հայ լինելուց ոչ մեկ թող չվախենա թող վախենան բոլոր նրանք ովքեր ի ծնե ծնվել են որպես չարքապատկաններ դրանք այո հայ որտեվ հայը ազնվազարդ աստվածային երևույթ է բոլոր նրանք ովքեր իրենց հայ են համարում գիտակցաբար հայ են նրանք չեն կարող կպընտրել նրանք չեն կարող գնալ կործանիչների կողքը կանգնել չեն կարող իսկապես չեն կարող ըստ էության չեն կարող եւ նրանք չեն կարող հանդուրժել որ իրենց երկրում Բագրատ Սրբազանի նման հոգեվորականը մեկուսարանում լինի հասկանում եք ես այլևս չեմ կարող ինչքան էլ նա ազատը ինչքան էլ նա թռիչքային մար ես չեմ կարողանում տեսնել նրան մեկուսացված նրա օրհնությունը չստանալ հասկանում եք ես տեսել եմ հազարավոր երեխաների համար ինչ տոներ է պատրաստել ինչեր է արել որպեսզի երեխաները զրկված չմեծանան զուրկ չլինեն ես պատերազմից հետո եմ տեսել Բագրատ Սրբազանին դա մի հատ գեր մարդկային ուժ պիտի ունենար մարդ որ այդ ցավի այդ բանի մեջ եղած զովասների ծնողների հետ գիշեր ու ցերեկ այո բայց այդ պատկասնեք չէ ինչ ուժ գերբնական ուժ պիտի ունենա մեր կողմերն էլ հոգեվորական կար ասենք Սիոն էր կարծեմ այդտեղ Տիրադավ սա որևէ անգամ չայցելեց մի ծնողի գալ սփոփեր էլի իրաչո հոգեվոր այ գոյանք դու էլ ես Սրբազան Բագրատ Սրբազան Սիոն ինչ է դրա անունը Արմավիրի չէ Սրբազան չկա ես իմ ինչ չկա Տիրադավ Սրիկա
ով ես այ գոյան, քեզանից ինչ ամանալու։ Ին փիլոնը վրա քաշած ֆրֆրմես քեզ էլ տվում է, ձեռդ խաչունես դու հոգեվորական ես։ Գնա սովորի, գնա Բագրատ Սրբազանի գրքերը, կարտա մի քիչ մարդու հոգեվորականի շնորհ վրա դու քո նմանների վրա։ Ես որ ասում եմ, էս ինչ ուժ ունի Բագրատ Սրբազանը։ Տեսնում եմ, ես փլուզած, բայց մեկ միևնույն է։ Իմ նման շատերը, հարգելի Անժելա, իմ նման շատերը, այո, այդ ցավ կրողներից շատերը գնում էին Սրբազանի մոտ փառատում գտնելու։ Ինչ ապրումակցում ուներ։ Եվ այո, ուներ, որովհետև ինքը ըստեյության էր այդ ամեն ինչ անում, ինքը երբեք ու երբեք ձևեր չի ունեցել, նա իր խոսքը հնչեցրել է ազատորեն։ Խումբը փողոցայիններ, Բագրատ Սրբազան փողոցայինների մի հատ խումբ փողոցային, չգիտեմ, ես չես իմանում ինչ բառ ասես, բանա։ Դե հա, չէ, ես հույս ունեմ, որ կարողանամ։ Ես ուզում եմ նաև, ես անընդհատ կրկնում եմ, Խաչիկ, հիմա հասել ենք նրանք, տեսեք ինչ արեցին։ Ինչ արեց այս Նիկոլի խումբը, ուրեմն պատերազմը հրահրեցին, ասում ենք ու ավարտում ենք, Խաչիկ Մանուկյանը շտապում է, պատերազմը հրահրեցին, հետո ինչ ասեցին, պատերազմը, որ պետք է Արցախի կեսը տանք, չենք մոռանում, Արցախի 70% առանց մի փամփուշտ տվել է 6 միլիարդ դոլարի զենք առանց մի փամփուշտ ուղակի նվիրաբերել է ասեց ես մի հատ ասեմ էլի Արցախի բանը կեսը տանք որ պատերազմ էլ չլինի հետո եկավ այդ անցավ Արցախը տանք որ էլ պատերազմ չլինի Արցախը պետք է տանք որ Սյունիքը բան անենք պահենք որ էլ պատերազմ չլինի հետո Սյունիքի հետ ամբողջ բանը բարձուկները տվեց ասեց այս բարձուկների հետևից չգնանք որ էլ պատերազմ չլինի գերիներին տվեց գերիների հետևից չգնանք որ էլ պատերազմ չլինի ճանապարհը նվիրաբերեց այդ Սյունիքով մեղրիով նվիրեց տվեց Ադրբեջանի ու Նախիջևանի կապը ապավեց այս եկեք տանք որ էլ պատերազմ չլինի դուք կասկածում եք որ վաղը ինքը ասել եկեք մեր 10-ից 14 տարեկան աղջիկներին տանք ադրբեջանցիներին որ պատերազմ չլինի մեր պատանի տղերքին եկեք տանք որ պատերազմ չլինի Երևանը եկեք տանք ու այս կամից հետո դուք մտածում եք որ ինքը խաղաղություն է բերում Իժան մի սրիկա կամ ես մի բան ասեմ անցած անգամ ես նույն սրահում հարց տվեց հարգելի Մարիամը ինձ հարց տվեց ասաց այդ 300,000 ադրբեջանցիներն էլ է բերելու ասեք գիտեք Մարիամը որ հարցը տվեց ես գիտեք ինչ ասաց այդ իհարկե համաձայն եմ ձեզ հետ բայց ասում նայեք, այսօր մենք ունենք այդ Ադրբեջանի շահերը սպասարկող իշխանություններ, ուրեմն դա մեզ չի անհանգստացնում, եւ մենք այնքան բան վիճակում ենք խայտարակ, որ հարցա մեր արը, մենք սրանց էլի պահում ենք, թե չէ, դա մեզ չի անհանգստացնում, մենք մտածում ենք, թո 300,000-ը չէ, թո 3 միլիոնը գա, եթե սրանք են մնալու, ինչ 300,000, 3 միլիոնը կգան, ընդհանրապես, ինչ Հայաստան, ինչ բան, եթե այս դեպքում հարցը այսպես է դրվում, դե 7-ին, իջեք 7-ը պիտի որոշվի, ես կարծում եմ մենք նախ ազգովի պիտի ամեն ինչ անենք ամոթա մի հատ խելքի ուշքի եկեք մենք իսկապես փառատոները գտնում էինք իմ նման շատերը հայաց տարբեր տեղերից գալիս էին Բագրատ Սրբազանի մոտ փառատում գտնելու որտեվ այս հզոր հոգևորականը հայոց ցավի կողքն նա չի շրջանցում հայոց ցավը հայոց այս վիճակները բայց լակոտ լուկուտներ կան որոնք փորձում են անվանարկել Սրբազան արա Սրբազանի մի օրը ձեր ցախ կյանքից տանգա այ փալացներ այ դուխով տերյապկեք այտենց մի ապրեք ճշմարտությանը մոտ փորձեք ճշմարտությանը մոտ կլինեք եթե վախեցել եք պատերազմում լինելուց ձեզ որպես հերոս մի ներկայացրեք ես գիտեք տեսնում եմ այն կադրերը հիմա համացանցում պատտվում այդ նույն ինչ առաջի դեմքերի խոսքերով որ տարածքներ չունենք զիջելու փոխանակումների մասին խոսք չի կարա լինել այն թքող մոր թքող լակոտն ասում է ինչ բան էսի Արցախը հայոց տարածքն է արյուն աստեղ եղվել Վետայր այրուն հեղեիր արա չէիր կարող է այդ տղուս ջուրը ասնեիր փալած ջուրը երրացրել ընկերներով խմել են որովհետև են մյուս ջուրն էլ կոպես դավաճան գեներալները պահում էին որ լապ էին դրանց մեջ մենակ հերոսական գեներալներ չէին կային նաև եւ հետո այս գոյանքը որ ասում էր հեսա այս դավաճանությունն ա եղել աններ բա ուր են այդ անունները չկան որովհետև իրենք են դավաճանները իրենք իրենց անունները չէին հնչեցնելու ես հույս ունեմ որ ստապության կամարվեք եւ այս հիբրիդային պատերազմի մասին որ Եվրոպան մեզ հետ անում է նորից փողատալի իրանց էլի փողատալի որ իրանց մնան ասում է իրանց ամեն ինչ պիտի անենք եւ այս սրանց բերանների պիտի նույն Եվրոպան այսօր չոքել է կզել է նույն Եվրոպան ասում է վեր արդեն մենք պետք է գնանք Ռուսաստանի գազը վերցնենք բան որովհետև խեղդվում ենք այլ մեռնում է Եվրոպա
Որ Եվրոպան, այդ որ ձեռը փրփուրներից է գցել, այդ որին Թրամփը դրանց էլ տարավ կործանման, որովհետև իրենց պետք է այդ արժեքների վրա հարձակվեն, իրենք մի բան են ճանաչում, էլի եմ ասել փող, որտեղ ոչ երջանկություն կգտնեն, ոչ էս անասնակալած գոյանքներ են դառնում եւ դրանով փորձում են ամենատպես չի լինում, ամենաբարձր արժեքները փողով չեն գնում, սերը, կարոտը, երջանկը դրանք փողով չեն գնվում, դրանք ըստ էության պիտի լինեն, նրանց համար այո դու պիտի պայքարես, բայց ոչ թե այդպես բան, դու պիտի կարողանաս քո ինքնությունը նախ եւ առաջ աստվածայինը պահես, որովհետեւ կարողանաս այո լինես հզոր, լինես մարդկային, լինես երջանիկ, լինես սիրո մեջ, սիրելի ժողովուրդ դեպի